Ողջույն սերի ֆուտբոլացիայի բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ու արդեն Winter Cup-ի 6-րդ տուրի հանդիպում ենք միասին դիտում, որտեղ Մարսելը մրցում է Ատալանտայի դեմ, շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Մարսելից, դարպասը պաշտպանում է Էդգար Մաղաքյանը համար 66, Թոմաս Դավթյան համար 4, Կարեն Վարդանյան համար 6, Մոզանյան համար 10, Գևորգ Հայրոյան համար 11-ով նաև թիմի ավագ, Սարգիս Սարգսյան համար 14, Նարեկ Իսկանդարյան համար 17, Արեն Սիմոնյան համար 26 եւ Արա Հակոբյան համար 88, այսպիսի կազմ ունի Մարսելը, հիմա գնդակով Ադամյանն է, այս գրոյից հետո ծանոթացնեմ նաև Ատալանտայի կազմը, Հովանեսյան լավ չկասեցեց այստեղ գնդակը Ալիկ Հովանեսյան ու կրկին գնդակով Ադամյանն է, տեսնենք հետ փոխանցում դեպի Գևորգյանը հիմա այդ գրոյի տեղափոխությունը Գրիգորյանը կատարում Կոշկարյանի ուղղությամբ Վարդան Պետրոսյան, բայց այստեղ հեռու թողեց Պետրոսյանը գնդակ ու այն բաժին հասավ Մարսելի դարպասապահ Էդգար Մաղաքյանը եւ այսպես Ատալանտա դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, Արամայիս Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյանը համար 5, նա նաեւ թիմի ավագն է, Խաչիկ Սեթրակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Վարդան Հովանեսյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77։ Սեթրակյանն է հիմա գնդակով, ձախ եզրում, տեսնենք ինչ որոշում կայացնի Ատալանտայի 6 համարը, հետ փոխանցում Վարդան Պետրոսյանի ուղղությամբ հարվածն էլ կա դարպասին, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Պետրոսյանի կատարած հարված ու հարված կլինի Մարսելի դարպասից։ Ես հիշեցնեմ, որ սա Winter Cup-ի 6-րդ տուրի հանդիպում է, եկեք նաև ծանոթանանք մրցաշարային հարյուրսակում տիրող իրավիճակին, որտեղ այս երկու թիմերը ընդգրկված են միևնույն խմբում։ Եվ այսպես այս պայն 6 հանդիպումից հետո վաստակած 18 միավորով 100%-անոց արդյունքով Վոթֆորդը գլխավորում է մրցաշարային հարյուրսակը։ Նյուքասլն ու Մանչեսթեր Սիթին Ներողություն, Նյուքասլը եւ Յուվենտուսը ունեն վաստակած 15-ական միավորներ անցկացած 5-ական հանդիպումից հետո։ Կոշկարյան լավ ներարագացումը հետ փոխանցում, բայց գնդակ այստեղ չհասավ Հովանեսյանին, հիմա Ատալանտան շատ ակտիվ է մեկտարկել այս հանդիպումը, Գրիգորյանն է միացել թիմի գրոյին, հետ փոխանցում Սեթրակյանի ուղղությամբ։ Սեթրակյան հաջող չստացվեց այստեղ Սեթրակյանի փոխանցումը, հիմա տեսնենք Մարսելը կարող արագակագրող կազմակերպել, Զանյան հասցրեց փոխանցում կատարել, բայց այստեղ Գրիգորյանը հասցրեց նահանջել ու գնդակ ուղարկել դարպասապահ Սուրեն Սարգսյանի ուղղությամբ։ Կրկին Գրիգորյան հաջող դուրս եկավ այստեղ Ատալանտան պաշտպանությունից ու նորից գրոյի անցնում Ատալանտան, տեսնենք Սեթրակյանն է առաջ շարժվում գնդակով, լավ փոխանցում դեպի Հովանեսյանը, Սեթրակյան հարվածի ու փակվում է այստեղ Սեթրակյանի հարվածի ճանապարհը, Կոշկարյան չանցավ այստեղ էլ Կոշկարյանի կատարած փոխանցումը, բայց գնդակը հեռացեցին հիմա Մարսելի ֆուտբոլիստները, քիչ էր մնում կորստեին ու Ատալանտան արդեն երրորդ, նույնիսկ երրորդ տեմպով է գրովում Վարդան Պետրոսյան եւ արդեն հետ փոխանցում կատարեց թիմի ավակ Ադամյանի ուղղությամբ։ Ընկավ հիմա իհարկե գրոյի տեմպը Ատալանտայի, չկան տարբերակներ ու արդեն սկսում են խորքից Ատալանտայի ֆուտբոլիստները, Սեթրակյան, հետ փոխանցում դեպի Գրիգորյանը, նորից Ադամյան, կրկին Գրիգորյանի հետ է խաղարկում Ադամյանը, Կոշկարյան, շատ լավ նկատեց Ադամյանին այստեղ, Ադամյան, բայց այստեղ չանցավ Ադամյանի փոխանցումը, Հակոբյանն է նետվում առաջ, բայց այստեղ Գևորգյանը շատ հաջող կերպով նահանջեց ու չեզոքացեց մրցակցի գրոհը Ադամյան, բայց գնդակը դաշտի սահմաններում, Կոշկարյան լավ ներանցումը, տեսնենք Վասի այս գնդակին հասավ Կոշկարյանը, բայց հեռու թողեց մի փոքր գնդակի իրենից ու հարված կլինի հիմա Մաղաքյանի պաշտպանած դարպասից։ Այ հիմա եկեք իսկապես ծանոթանանք մրցաշարային հարյուրսակում տիրող իրավիճակին, քանի որ Ատալանտան մի քանի տեղատարապ գրոհներ անցկացրեց մրցակցի դարպասի ուղղությամբ ու թույլ չտվեց ամբողջական պատկերը ներկայացնեն։ Եվ այսպես Վոթֆորդը գլխավորում է 18 միավորով մրցաշարային հարյուրսակը, Նյուքասլը եւ Յուվեն ունեն մեկ հանդիպում պակաս Վոթֆորդի նկատմամբ անցկացած եւ 3 միավոր են զիջում մրցակցին 15-ական միավոր ունեն վաստակած իրենց ակտիվում։ Իսկ Մանչեսթեր Սիթին ունի վաստակած 12 միավոր, բայց 4 անցկացած հանդիպումից հետո 2 հանդիպում առաջատարի նկատմամբ պակաս է անցկացրել Սիթին եւ այս 4 թիմերն են առայժմ որ 100%-անոց արդյունքով շարժվում են առաջ մրցաշարային հարյուրսակում։ Ատալանտան այս պահին 7-րդն է, 4 հանդիպումից հետո տարել է 2 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Զանյանն է հիմա գնդակով, հարված հեռվից հետևեց վտանգավոր է, բայց այստեղ մի փոքր բարձր ստացվեց Զանյանի կատարած հարվածը,
ով արված կլինի Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից, իսկ Մարսելը երկու հանդիպում է այս պահին անցկացել Մարսելը դեռ մի փոքր հանդիպումների պակաս ունի, դեռ պետք է լրացնի այդ բաց թողած հանդիպումները Մարսելը եւ երկու հանդիպումն էլ ցավոք կրել է պարտություն երկու հանդիպումը Մարսելը առայժմ միավոր չունի վաստակած ու գտնվում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում իհարկե այս պայից սկսած ցանկացած թիմ լրջորեն մտածում է միավորների մասին, քանի որ եթե առաջին երկրորդ նույնիսկ երրորդ տուրերում միավորների կորուստը հնարավոր է լրացնել, այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Կոշկարյանի փոխանցումը, այս պայից սկսած արդեն ցանկացած միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել ցանկացած թիմի համար։ Քանի որ հիշեցնեմ փլեյօֆի ուղղակի նվաճում են առաջին 8 հորիզոնականը զբաղեցած թիմերը Սեթրակյան այստեղ խլեց գնդակը Հովանիսյան, բայց հաջող չկարողացավ ընդունել Հովանիսյանը գնդակը Վարդան Պետրոսյան գեղեցիկ անցում է հարված ու այստեղ Մաղաքյանը գերազանց սեյվ է կատարում, բայց եթե չլիներ Պետրոսյանի թնդանոթային հարվածը մենք այսպիսի սեյվի ականատես չէինք լինի, հիմա անկյունային կիրասնի Ատալանտան բավական վտանգավոր հարված կատարեց Վարդան Պետրոսյանը, բայց դարպասապահի բարձունքի վրա ու կարողացավ հեռացնել այս չափազանց վտանգավոր հարվածը, հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք Կոշկարյանն է գնդակի մոտ Ատալանտան շատ է սիրում ստանդարտներից գոլի հեղինակ դառնալ թե անկյունայինից թե տուգանային հարվածներից հիմա տեսնենք Կոշկարյան կա փոխանցումը Վարդան Պետրոսյան բայց շեղությամբ ստացվեց Պետրոսյանի կատարած հարվածը ազատվեց մրցակիցների վերահսկողությունից բայց դիպուկ գտնվել այս դեպքում Ատալանտայի 11 համարի մոտ չստացվեց ու կսկսի Մարսելը դարպասից խաղարկում են Մարսելի ֆուտբոլիստները գնդակը, բայց այստեղ Եվորքյանը հաջող խլում կատարեց Հովանիսյան չի հասցնի այս գնդակին ուժեղ էր փոխանցումը, բայց հետո հաջող կերպով խլեց գնդակը հարվածեց դարպասին ու Մաղաքյանը նորից ճիշտ դիրքում էր եւ կարողացավ վերցնել Հովանիսյանի կատարած հարվածը բավական ակտիվ է, իսկապես շատ ակտիվ է Ատալանտան մեկնարկել այս հանդիպումը, ճիշտ է դեռ հաջողության չեն ասել այս խաղում Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ տանում է հենց դրան, Կոշկարյան Հովանիսյանի հետ փորձեց պատխաղարկել, բայց փոխանցումը անհաջող ստացվեց, հիմա Զանյանն է ընդունել գնդակ, իհարկե Մարսելը նույնպես ունի վտանգավոր պահեր, հենց հիմա Զանյանը կարող է բացել հաշիվը, բայց Սարգսյանն էլ հիմա Ատալանտայի դարպասում գերազանց գործեց ու հեռացեց Զանյանի կատարած հարվածը, այ քեզ Մարսել, իսկապես Զանյանը այսօր երկրորդ վտանգավոր հարվածն է կատարում Ատալանտայի դարպասի ուղղությամբ եւ երկու դեպքում էլ ուներ իրատեսական շանս մրցակցի դարպասը գրավելու, բայց Սուրեն Սարգսյանը առայժմ անառիկ պայեց դարպասը, հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա Մարսելի ֆուտբոլիստերին գնդակի մոտ է Նարեկ Իսկանդարյանը բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ հարված կատարեց Զանյանը դարպասի ուղղությամբ, բայց Պետրոսյանը խանգարում է նրան ու Զանյանի հարվածը շեղությամբ ստացվեց։ Գնդակը կլինի Ատալանտային։ Եզրային նետում գիրաստեն Ատալանտայի ֆուտբոլիստները։ Գրիգորյանը արագ կերպով նետում կատարեց Կոշկարյանի ուղղությամբ ու այստեղ Իսկանդարյանը խլեց մրցակցից գնդակը, բայց Ակոբյանն էլ հաջող չկասեցեց ու Ադամյանը հիմա խլեց գնդակը մրցակցից եւ շարժվում է առաջ։ Ադամյան լավ նկատեց ձախ եզրում Վարդան Պետրոսյանին, տեսնենք այս գրոհ ինչ կտա Ատալանտային Սեթրակյան, բայց Զանյանը այստեղ կռայել էր։ Հրեղություն Հայրոյանը կռայել էր Սեթրակյանի մտահղացում ու հեռացեց գնդակը։ Ադամյան գեղեցիկ էր անցում, Ադամյանն մի փոքր հեռու թողեց գնդակը, բայց փորձեց հասնել ամեն դեպքում Ադամյանը գնդակին չափազանց մոտ էր դրան, բայց գնդակը հեռու թողնելով դուրս եկավ դաշտի սահմաններից, Մաղաքյանը արագորեն խաղարկում է այստեղ գնդակը Ակոբյանի հետ, կասի գնդակին այո հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում Ակոբյանը, Հայրոյան ու հետ փոխանցում այստեղ կատարեց Հայրոյանը, Վարդանյանն է գնդակով, սա հարվածի փորձ է դարպասի ուղղությամբ, բայց վտանգավոր ստացվեց, մի պահ գնդակը թվում է թե բարձր է ընթանում եւ վերջի պահին Սուրեն Սարգսյանը կարողացավ վերցնել գնդակը Գևորգյան ուղարկեց գնդակը Ալիկ Հովանիսյանի ուղղությամբ Հովանիսյան շրջվեց հարվածեց դարպասին, բայց այստեղ փակեց Դավթյանը Հովանիսյանի հարվածի ճանապարհը, հիմա էլ հեռացեց գնդակը, բայց այն բաժին հասավ Կոշկարյանին, Կոշկարյան ստացվեց հարվածային դիրքում հայտնվել այստեղ Կոշկարյանի մոտ եւ հիմա տեսնենք
ինչ է պատել Կոշկարյանին։ Եզրային նետումումը պետք է լինի։ Իսկանդարյան ու հազեցին այստեղ գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Ատալանտային ինչի համար ծափարություններ իհարկե Մարսելի ֆուտբոլիստերին։ Հիմա Ատալանտան նորից սկսում է խորքից Գրիգորյան ուղարկեց գնդակը Ադամյանին։ Շատ լավ նկատեց Ադամյանն Հովանեսյանին։ Կոշկարյան ձախից կա Վարդան Պետրոսյանը կատարեց փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ Կոշկարյանը փոխանցում էլ Պետրոսյանը այստեղ կատարեց, բայց Սեթրակյանի մոտ չստացվեց շեղել գնդակի ուղղությունը։ Հիմա Մարսելի դարպասապան գնդակը կմցնի խաղի մեջ բավական արդեն ժամանակ անցավ հանդիպան մեկնարկից, արդեն 12-րդ րոպեն է հանդիպան ընթանում։ Մաղաքյան մցրեց գնդակը խաղի մեջ, բայց այստեղ կրկին Ատալանտայի ֆուտբոլիստները կարողացան արագորեն վերականգնել գնդակը, Կոշկարյանն է գնդակով, Սեթրակյան, Վարդան Պետրոսյան, կրկին Կոշկարյան, Պետրոսյան գեղեցիկ պատխաղարկումներ էր, փոխանցում ու այստեղ եթե թույլ տար Գևորգյանը, որպեսզի գնդակը հասներ Հովանեսյանին, արդեն մենք կարող էինք հաշիվը բացված տեսնել, բայց իհարկե բարդ իրավիճակում էր Գևորգյանը ու որոշեց ինքն էլ հարված կատարել։ Հիմա արդեն պրեսինգ է գնացել Ատալանտան թույլ չտվեց մրցակցին գրոկը ասնակերպել, եզից հիմա կնետի Վարդանյանը, Զանյան, Ակոպյան, հասցրեց փոխանցել Ակոպյանը, բայց գնդակը բաժին հասավ Սեթրակյանին, վերջինս էլ գեղեցիկ հնար կիրառեց այստեղ Գևորգյան, սա խախտում էր, բայց մնաց գնդակով Ատալանտայի ֆուտբոլիստը, հիմա արդեն նշանակված է խաղի կանոնների խախտումը։ Ու ստանդարտ իրացնի Ատալանտան Անդրանիկ Ադամյանն է գնդակի մոտ, բավական հեռու է տարածությունը, գնդակն մի փոքր ավելի աջ եզր է գտնվում, փոխանցում կարծես կատարի ոչ, հարված ես դարպասի ուղղությամբ Ադամյանը ու կապեց այստեղ բոլորին, բայց Ատալանտայի դարպասապա, ներողություն Մարսելի դարպասապահը ճիշտ դիրք զբաղեցնելով հեռացեց գնդակը, այո, բոլորը փոխանցման էին սպասում, բայց սա է Ադամյանի հիմնական գործողությունը, իհարկե տուգանայիններից շատ է սիրում աշկերտել Անդրանիկ Ադամյանը, մենք դրանում բազմիցս համոզվել ենք բավական հանդիպումներում, նույնիսկ նախորդ տուրում Մոնցայի դարպասը նույն կերպով գրավեց, իդեպ նախորդ տուրում Ատալանտան շատ շքեղ գոլեր գրանցեց։ Անվան դիմաց հիմա սխալ պաշտպանությունում Իսկանդարյանն է առաջ շարժվում, հեռու թողեց մի փոքր գնդակը, բայց հարվածային է դիրքը ու շեղությամբ է ստացվում հիմա Իսկանդարյանի հարվածը։ Այո, իսկապես նախորդ տուրում Ատալանտան դարձավ խաղադաշտում շքեղ գոլերի հեղինակ, հատկապես պետք է նշել վերջին խփած գնդակը Կոշկարյանի թնդանոթը, որը դրեց վերջնակետ այդ հանդիպան 4-0 հաղթանակ տարավ Ատալանտան մրցակցի նկատմամբ նախորդ տուրում ու գնալով էլ ավելի ամրապնդում իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Իսկանդարյան լավ է նկատել այստեղ խաղանկերոջ առաջ խաղացումը, բայց Անդրանիկ Ադամյանը այստեղ վերահսկում էր իրավիճակը։ Սեթրակյան հաջող շրջվեց, այստեղ կատարեց փոխանցում Գևորգյանի ուղղությամբ, կա Կոշկարյանի տարբերակը Գևորգյան, բայց չհասավ այստեղ գնդակը Կոշկարյանին ու խլեցին Մարսելի ֆուտբոլիստները գնդակը, բայց գնդակը դաշտի սահմաններում այստեղ Սիմոնյանը, բայց Անդրանիկ Ադամյանը այստեղ նույնիսկ հասցրեց հեռացնել գնդակ ու եզից կնետի Մարսելը։ Վարդանյան ուժեղ փոխանցում դեպի տուգանային հրապարակ, Զանյանն էլ շեղեց գնդակի ուղղությունը, բայց հարված կատարել այս դրվագում չստացվեց ու կարծես բախման մեջ հայտնվեց Զանյանը Պետրոսյանի հետ։ Հիմա հուսանք ոչինչ չի պատահի Վարդան Պետրոսյանին, նա շատ կարևոր օղակ է Ատալանտայի կազմում, իհարկե այո,
կանգնեց ոտքի եւ շարունակի հանդիպումը Վարդան Պետրոսյանը։ Ու հիմա արդեն շարունակում է հանդիպումը Ադամյան Պետրոսյանին ուղարկում գնդակը հետ փոխանցում Արամայիս Գրիգորյանի ուղղությամբ մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը իհարկե հասկանալի է թաց է խոտացածը եւ ֆուտբոլիստները հնարավորինս ուշադիր են փորձում գործել խաղադաշտում Հովանեսյան բայց չհասկացան այստեղ Սեթրակյանի հետ միմյանց Հովանեսյանն ու Սեթրակյանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Դավթյան Իսկանդարյան շարժում է առաջ գնդակով նկատեց Զանյանին շատ լավ փոխանցում էր Զանյանից էլ դեպի Հայրոյանը բայց Սուրեն Սարգսյանը վերցեց գնդակը նետելով Գևորգյանի ուղղությամբ լավ գործեց այստեղ Գևորգյանը ու շարժում է առաջ ունի տարածությունը իր առջև Գևորգյան տեսնենք ինչ որոշում կայացնի գրոյի տեղափոխություն դեպի Վարդան Պետրոսյանը Պետրոսյան փոխանցում ու Հովանեսյան այստեղ վրիպում է բայց ինչ վտանգավոր գրոյի անցան այստեղ Ատալանտայի ֆուտբոլիստները իհարկե հասկանալի է Հովանեսյանին հազիվ հասավ գնդակին այստեղ բայց կարելի է հիմա բացել հանդիպան հաշիվը պարզապես մի փոքր բարձր արվածեց Հովանեսյանը ու առայժմ հանդիպան հաշիվը բացված չէ այս հետաքրքիր ու լարված հանդիպան հաշիվը մնում է դեռ առանց խփված գոլերի Պետրոսյան այստեղ առաջինը Տիպավ գնդակին Պետրոսյանը, բայց այն բաժին հասավ Մարսելի ֆուտբոլիստի Զանյանն է գնդակով, Իսկանդարյան և ինչ այստեղ Կարայո խաղի կանոնների խախտում Իսկանդարյանի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ Կիրասի Մարսելը բավական վտանգավոր դիրքում Տեսնենք, կարծես Զանյանն է պատրաստվում հարվածը կատարելուն։ Մի փոքր հեռու է տարածությունը, բայց իհարկե ուղիղ կենտրոնում է գտնվում գնդակը եւ բացառել այստեղից դարպասի ուղղությամբ հարված չի կարելի կարծում եմ հենց Զանյանի մտքում դա է պատտվում հիմա հարված, բայց ինչ ուղղությամբ իհարկե Սուրեն Սարգսյանը 3 հոգուց կազմած պատ է կազմել Կա մրցավարի սուրիչը Զանյան հարված ու պատի վրա է ընդունում գնդակ այստեղ Զանյանի հարվածից հետո եզից հիմա կներեն Մարսելի ֆուտբոլիստները Իսկանդարյան ու հարված կլինի Ատալանտայի դարպասից կորցեց այստեղ գնդակի Իսկանդարյանը Սուրեն Սարգսյանն էլ արագորեն խաղարկում է գնդակ Արամայիս Գրիգորյանի հետ Սեթրակյան, կա Գևորգյանի տարբերակը Կոշկայանի հետ է խաղարկում գնդակ այստեղ Սեթրակյանը Կոշկայան, բայց ուժեղ ստացվեց, այո այսօր չենք կարող չնշել Վանիկ Պետրոսյանի բացակայությունը Ատալանտայի կազմում բավական արդյունավետ ֆուտբոլիստի բացակայություն հիմնական կազմի ֆուտբոլիստը իհարկե Պետրոսյանը Ատալանտայում բայց այսօր ինչ-ինչ պատճառներով ներկա չէ գտնվում այս հանդիպանը իհարկե դա իր տեղը զգացնել տալիս է այս պայն Ատալանտայի գործողություններում, բայց հուսանք, որ իհարկե հաջորդ հանդիպումներից արդեն կշարունակի Պետրոսյանը Հովանեսյանի փոխանցում այստեղ ֆանտաստիկ էր, բայց Սեթրակյանը հարվածային դիրքում չհայտվեց իհարկե չհավատաց Հովանեսյանի այս փոխանցմանը Սեթրակյանը, բայց Հովանեսյանը վարպետորեն կատարեց այդ փոխանցումը իհարկե Եվ հիմա Եսրային նետում Կիրասի Ատալանտան Գրիգորյան Կոշկարյան Եվ այստեղ եզրից կնետի Մարսելը չհասկացան Կոշկարյանն ու Պետրոսյանը միմյանց Հիմա արդեն Կոշկարյանը խլեց գնդակը մրցակցից ու շարժում է առաջ սա խաղի կանոնների խախտում էր Իսկանդարյանի կողմից ու ստանդարտ Կիրասի Ատալանտան արագորեն փորձեց խաղարկել Կոշկարյանը, բայց Չխաղարկեց ու հիմա առաջին դեղին քարտը այս խաղում դա ստանում է Մարսելի ֆուտբոլիստը միտումնավոր խաղի կանոնները խախտելու համար Նարեկ Իսկանդարյանը ու հիմա տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Ատալանտային կրկին գնդակի մոտ է Անդրանիկ Ադամյանը սա նրա սիրած դիրքերից է իհարկե այս տարածությունը հարված կատարելու համար
Եթե նախորդ դրվագում բավական բարդ իրավիճակից հարվածեց Ադամյանը, հիմա ավելի հարմար է հարված կատարելու համար, կա մրցավարի Սուլիչը, Ադամյանը մոտենում է գնդակին, ցածից այս անգամ հարվածեց Ադամյանը, բայց պաշտպանները հեռացեցին գնդակու եզրային նետում հիմա Կիրաստի Գրիգորյանը։ Հետ փոխանցում դեպի Սեթրակյանը։ Այդոյան, փորձեց հեռացնել գնդակը, բայց այն բաժինացավ Ատալանտայի ֆուտբոլիստ Պետրոսյանին, իսկ այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Պետրոսյանի կատարած փոխանցում ու եզիսկ հիմա էլ կնետեն Մարսելի ֆուտբոլիստները առաջի խաղակեսը մոտենում է ավարտին, առայժմ չունեն խփված գնդակ այս խաղում, ինչը իհարկե միայն ու միայն Թիբերի լավ պաշտպանության մասին է խոսում, Իսկանդարյան այստեղ ստացվեց անցում կատարել ու կար խաղի կանոնների խախտում Իսկանդարյանի դեմ պայքարում։ Զանյան Գրիգորյան այստեղ փակեց գնդակի ճանապարհ ու Վարդան Պետրոսյանը շարժվում է առաջ, կա Ալիկ Հովհաննիսյանի տարբերակը չանցավ այստեղ Պետրոսյանի փոխանցումը, բայց գնդակը մնաց Ատալանտայի մոտ Ադամյան։ Նորից Պետրոսյանին ուղարկեց գնդակը, Կոշկայանին բաժինացավ այս դեպքում։ Կոշկարյան շարժվում է առաջ, ուղարկեց գնդակը Ալիկ Հովհաննիսյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցումը, Կոշկարյան, տեսնենք Կոշկարյան բացել է պետք հաշիվը ու 1-0 Ատալանտան առաջին է հասնում հաջողության այս խաղում, ամեն ինչ սկսեց Կոշկարյանը, ինքն էլ եզրափակեց բացելով հանդիպան հաշիվը 1-0։ Վարդան Կոշկայան 1-0 Ատալանտա խաղակեսի վերջնամասում բացում է հանդիպան հաշիվ ու հիմա Մարսելը ամենայն դեպս կփորձի իհարկե հաշվի հավասարությունը մինչ ընդմիջման գնալը վերականգնել, ինչը այնքան էլ էշ չէ։ Իսկանդարյան կա փոխանցում Գրիգորյանը փակեց, Զանյանն էլ փորձեց հարվածել, բայց այստեղ չստացվեց Զանյանի հարված ու նորից արագ գրոյի անցնում Ատալանտան Աչեզով Գևորգյան, Սեթրակյանն է միացել գրոյին, կա փոխանցում Սեթրակյանի ուղղությամբ, բայց ուժեղ է այս փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Վարդան Պետրոսյան, Հովհաննիսյան, նորից Պետրոսյան, վտանգավոր է Պետրոսյան, հարված կհետևի։ Սեթրակյանին ուղարկեց գնդակը, Սեթրակյանն էլ հարվածեց, բայց այստեղ Մաղաքյանը ճիշտ կրայեց անկյուն ու հեռացեց Սեթրակյանի կատարած շատ վտանգավոր հարվածը, անկյունային հիմա կիրացնեն Ատալանտայի ֆուտբոլիստները, Ալիկ Հովհաննիսյանն է գնդակի մոտ։ Հովհաննիսյանի փոխանցումները միշտ էլ վտանգավոր են ստացվում, տեսնենք այս դրվագում կա փոխանցումը եւ այստեղ Մաղաքյանը դուրս եկավ դարպասից ու բրուսներով կարողացավ հեռացնել գնդակը, իսկ այստեղ խաղի կանոնները խախտեց Ատալանտայի ֆուտբոլիստը Սեթրակյանը, իհարկե գոլային դրվագը հիշենք, ճիշտ է ամեն ինչ իր վրա վերցրեց ու արեց Վարդան Կոշկայանը, բայց որքան փոքր տարածությունում հասկացան միմյանց Հովհաննիսյանի հետ ու խաղարկեցին գնդակը, ինչն էլ իհարկե Կոշկայանին ազատ տարածություն տալով հարվածային դիրք դուրս բերեց, որն էլ անվրեպ իրացեց Կոշկայանը։ Այս ստանդարտը հիմա տեսնենք Մարսելն ինչպես խաղարկի, խորքից փոխանցում է հետևում, բայց կորցրեցին այստեղ գնդակը Մարսելի ֆուտբոլիստները, Գևորգյան հասցրեց փոխանցել Հովհաննիսյանին, 1-1-ի դեմ պայքար, Հովհաննիսյանն է գնդակով, կա Կոշկարյանի տարբերակը, ուղարկեց գնդակը Կոշկարյանին ու շարժվում է առաջ Հովհաննիսյանը, տեսնենք Կոշկարյան, Վարդան Պետրոսյանին է ուղարկում գնդակը ձախ եզր, Գևորգյան, բայց այսքանով ավարտվեց Ատալանտայի այս գրոհը, Մարսելի ֆուտբոլիստները հեռացեցին գնդակը։ Եզից հիմա կնետի Ատալանտան Գրիգորյան նետեց գնդակը Սեթրակյանի ուղղությամբ եւ հետ փոխանցում դեպի դարպասապա Սուրեն Սարգսյանը, վերջինս էլ խաղարկում է Ադամյանի հետ։ Ադամյան հասցրեց ազատվել այստեղ գնդակից ու Սարգսյանը հեռացեց գնդակը։ Եվ հիմա եզրային նետում նորից կիրացնի Ատալանտան, կորցրին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները, Ադամյան։
Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց կարճատև դադար, որից հետո կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք Մարսելն դեմ Ատալանտայի հանդիպման երկրորդ խաղակեսը դիտելու առաջի կեսից հետո 1-0 հաշվով հաղթում է Ատալանտան Կոշկայանի խփած գնդակը առայժմ միակն է խաղում։ Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Մարսելից Թովմաս Դավթյանը ներողություն, Էդգար Մաղաքյանը պաշտպանում է դարպասը համար 66, Թովմաս Դավթյանը համար 4, Կարլեն Վարդանյան համար 6, Մոզանյան համար 10, Գևորգ Հայդոյան համար 11, Սարգիս Սարգսյան համար 14, Նարեկ Իսկանդարյան համար 17, Արեն Սիմոնյան համար 26 եւ Արա Ակոբյան համար 88։ Սուրեն Սարգսյանը Ատալանտայի դարպասում է համար 12, Արամայից Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5, Խաչիկ Սեդրակյան համար 6, վտանգավոր փոխանցում հետևեց եւ այստեղ դիպավ գնդակին Մաղաքյանը, եսից կնետի հիմա Ատալանտան։ Շարունակեմ ներկայացնել Ատալանտայի կազմը, Խաչիկ Սեդրակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Վարդան Հովանեսյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկայան համար 77, եւս մեկ եզային հետ ունի Մակիրասնի Ատալանտան, Սեդրակյանը խաղարկում է գնդակը Պետրոսյանի հետ։ Ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, եզից կնետեն Մարսելի ֆուտբոլիստները։ Հոպյան, մեկը ուղարկեց գնդակը գեղեցիկ կերպով Իսկանդարյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցումը, բայց այստեղ Պետրոսյանը Թույլ չտվեց, Մրսակցին առաջ շարժվեց, Գրիգորյանին պահում է գնդակը դաշտի սահմաններում, Կոշկարյան շատ լավ նկատեց Գրիգորյանին, Կոշկարյանը ստացավ պատասխան փոխանցումը այստեղ Սեդրակյանն էր իհարկե փորձում ստանալ գնդակը Գրիգորյանի փոխանցումից հետո, բայց մի փոքր ուժ ստացվեց Սուրեն Սարգսյան, հաջող կերպ ուղարկեց գնդակը Գևորգյանի ուղղությամբ, Կոշկարյան շարժվում է առաջ Կոշկարյանը գնդակով, լավ անցում էր Կոշկարյան, փոխանցում, Ակոբյան այստեղ չֆիքսեց գնդակը եւ ինչը այստեղ կար խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից դարպասապայի դեմ պայքարում Սեդրակյանը խախտեց խաղի կանոնները ու այսքանով ավարտվեց Ատալանտայի այս գրոհը։ Ամեն ինչ կարգին է Մաղաքյանի հետ, հիմա մրցավարի սուլի չկա ու արդեն Դավթյանը խորքից փոխանցում է կատարում դեպի առաջ, բայց գնդակը կրկին բաժին հասավ Ատալանտայի ֆուտբոլիստներին, Վարդան Պետրոսյանն տվյալ դրվագում ուղարկեց գնդակը Ադամյանի ուղղությամբ, Ադամյան մի փոքր անհաջող փոխանցում տեսանք հիմա Ադամյանի կատարմամբ ու անկյունային հարվածք իրացնեն Մարսելի ֆուտբոլիստները։ Տեսնենք հիմա, ինչպես կիրացնի այս ստանդարտը Մարսելը Բարսից փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ Զանյանը փորձեց հարված կատարել, բայց Ստացվեց եւս մեկ անկյունային հիմա կիրացնի Մարսելը արդեն հակառակ եզից Իսկանդարյանն է տեղադրում գնդակը։ Իսկանդարյան եւս մեկ փոխանցում, բայց շեղությամբ ստացվեց այս փոխանցումը, հարված կլինի Ատալանտայի դարպասից։ Ադամյանն ուղարկում է գնդակը դեպի ձախ եզր, Վարդան Պետրոսյանը հաջող կասեցեց գնդակը։ Գրիգորյան Օշկանյան հաջող անցում էր ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Հայրոյանի կողմից, իհարկե ընդունեց իր խախտում Հայրոյանը։
Աղարկում է Ադամյանը գնդակը Սեթրակյանի հետ, ստանում նրանից պատասխան փոխանցումը, ուղարկեց Կոշկայանի ուղղությամբ, բայց այստեղ Հայրոյանը հեռացեց գնդակը, եսից կնետի Ատալանտան, Ադամյան, հերվից հարված կատարեց Ադամյանը, Հովանիսյան, Իմայել Հովանիսյանը վրի պես շափազած նպաստավոր դիրքից, ինչ հարված կատարեց Ադամյանը հեռը արտարածությունից, բայց այստեղ դարպասապա կարողացավ հեռացնել գնդակը, հետո էլ իհարկե չէր սպասում Հովանիսյանը, որ գնդակը կգնա դեպի իրեն ու պատրաստ չէր հարված կատարելուն։ Մաղաքյանը գնդակի հիմա պետք է մտցնի խաղի մեջ, թողեց Իսկանդարյանի խորքից փոխանցում ու այստեղ էլ Պետրոսյանը նորից առաջինի արձագանքում գնդակի երկրորդ տեմպով հիմա հասնում է գրոյի Մարսել Հակոբյան, Աչ եզրում է Հակոբյանը կա փոխանցում ու անկյունային հարված է վաստակում այստեղ Մարսելի համար, Մարսելի 88 համար Արա Հակոբյանը տեսնենք այս անկյունայինը ինչ կվերի Մարսելին կա փոխանցումը, բայց Զանյանը այստեղ չհասավ գնդակին հիմա Գևորգյանն էլ փակեց մրցակցի հարվածի ճանապարհը, բայց գնդակը մնաց Մարսելի ֆուտբոլիստերի մոտ, Իսկանդարյան ուժեղ ստացվեց այս փոխանցումը Իսկանդարյանի կատարած ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից փոփոխություն այս թաշկում տեղի ունեցավ Մարսելի կազմում, Կոշկարյան կատարեց փոխանցում դեպի Հովանիսյանը, հաջող կասեցեց Ալիկ Հովանիսյանը գնդակը, նորից Կոշկարյան, բայց այստեղ փորձեց գնդակը Կոշկարյանը հասցեակել Վարդան Պետրոսյանին ու չստացվեց, հիմա ձեռքին դիպավ գնդակը Հովանիսյանի, ստանդարտ կիրացնել Մարսելի ֆուտբոլիստները, արագորեն խաղարկում են գնդակը, բայց այստեղ Արամայիս Գրիգորյանը շատ գեղեցիկ կերպով պաշտպանվեց Կոշկարյան ուղարկեց դեպի ձախ Վարդան Պետրոսյանն է այստեղ և եզրային նետում վաստակեց Պետրոսյանը, հագեց Իսկանդարյանը գնդակի ճանապարհը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Կոշկարյան, կրկին Պետրոսյան Կոշկարյան կհասի այս գնդակին քիչ էր մնում հասներ Կոշկարյանը գնդակին, բայց վերջին պահին Իսկանդարյանը հեռացեց ևս մեկ եզրային նետում Ատալանտան կիրացնի Հովանիսյան այստեղ նորից հեռացնում են Մարսելի ֆուտբոլիստները գնդակը Սեթրակյանն է կատարելու եզրային նետումը, հետ փոխանցում կատարեց այս դեպքում Արամայիս Գրիգորյան, նորից Սեթրակյան կա փոխանցումը, բայց գնդակը դիպավ Հակոբյանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից Գևորգյան, հետ փոխանցում դեպի Արամայիս Գրիգորյանը Վերջինս էլ շատ լավ նկատեց Հովանիսյանին, գուցե հեռվից հարվածի Հովանիսյանը, հարված դարպասի ուղղությամբ, բայց Մաղաքյանը հեռացեց գնդակի, հիմա էլ Մարսելի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը, բարդ հարված ստացվեց Հովանիսյանի կատարմամբ, այստեղ Վարդան Պետրոսյան, նորից Սեթրակյան, կա Հովանիսյանի տարբերակը, բայց ուշ նկատեց, հիմա է կատարում փոխանցում Սեթրակյանը ու արդեն փակվեց գնդակի ճանապարհը դեպի Հովանիսյանը, Հակոբյան, հետ փոխանցում դեպի Պաշտպանություն Հայրոյանն է այստեղ, Սեթրակյանը խլեց հիմա գնդակը մրցակցից ուղարկելով դեպի Աչ Ալիկ Հովանիսյան, բարձից փոխանցում, բայց չհասավ գնդակը Ադամյանին, կարծում եմ այո, ամեն դեպքում փոխանցում էր հետևում Հովանիսյանի կողմից, ոչ թե հարվածի փորձ էր սա իհարկե
Գևորքյանն է այստեղ խլում կարողանում կատարել, բայց մեկը բումով փոխանցումը չանցավ դեպի Հովհաննիսյանը։ Ու հիմա արդեն Մարսելն է ասում գրոյ այստեղ էլ Ադամյանը հասցրեց պաշտպանվել ու հարված ստացավ ոտքին Անդրանիկ Ադամյանը։ Ստանդարտ իրաստան Ատալանտայի ֆուտբոլիստները, այո, փակեց այստեղ ամեն կերպով մրցակցի Արաքակագրոյի ճանապարհը Ադամյանը։ Ու վաստակեց այս խաղթումը, ինքն արագորեն խաղարկում է գնդակը Վարդան Կոշկարյան դեպի Հովհաննիսյանը փոխանցում հետևեց, բայց այստեղ հեռու թողեց մի փոքր գնդակը Հովհաննիսյանը ու Մարսելի ֆուտբոլիստները խլում են Հակոբյանն է գնդակով ուղարկեց դեպի Հայրոյանը, բայց Կոշկարյանը այստեղ էր ու ինքն շարժվում է առաջ, կա փոխանցում դեպի Աչեզրը, Անդրանիկ Ադամյանն էր միացել գրոյին, բայց այստեղ գնդակը Ադամյանին չհասավ, Սարգսյանը կարողացավ վերջին պահին դիպչել գնդակին ու հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Կոշկարյան տեսնենք ինչ որոշում կայացնի Կոշկարյանը, թիկունքից կա Իսկանդարյանի ճնշում, ուղարկեց գնդակը Ադամյանի ուղղությամբ, Ադամյանն հետ փոխանցում Վարդան Պետրոսյան, պետք է հարված կատարել, Պետրոսյան փոխանցում էր ու Կոշկարյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց 2-0։ Վարդան Կոշկարյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Կոշկարյանը, իհարկե Պետրոսյանն էլ շատ հաջող փոխանցում կարողացավ կատարել, իհարկե Պետրոսյանի կատարած փոխանցումը ավելի շատ հարվածի էր նման, նրա հարվածից հետո այսպես ասած գրավեց Կոշկարյանը դարպասը, բայց հիմա Հովհաննիսյանի ֆանտաստիկ փոխանցումն ենք տեսնում, Գևորքյանը հարված ու շեղությամբ ընթանում Գևորքյանի կատարած հարվածը ինչ արեց այստեղ Ալիկ Հովհաննիսյանը, մեկը բումով գեղեցիկ փոխանցում կատարեց խաղընկերոջը, բայց հիմա Ատալանտան իրատեսական շանս կորցրեց հաշիվը եռապատկելու։ Խորքից փոխանցումը հետևում առաջ, այստեղ Ադամյանը իրադրության տերն էր, Պետրոսյան նորից Ադամյան շատ լավ նկատեց Կոշկարյանին, վերջինս էլ շարժվում է առաջ գնդակով աչից կա Գևորքյանը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հետևեց Գևորքյանի կողմից, բայց գնդակը այստեղ նորից չհասավ Ալիկ Հովհաննիսյանին, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Գևորքյանի կողմից։ Տեսնենք այս ստանդարտի խաղարկում ինչ կտա Մարսելին խորքից փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ, բայց Զանյանի հարվածը չստացվեց, Սարգսյանն էլ արագ նետում է գնդակը Կոշկարյանին, լավ անցում կատարեց Կոշկարյանը, տեսնենք ինչ որոշում կկայացնի վտանգավոր գրոյի անցել Ատալանտան, բայց փակվեց Կոշկարյանի փոխանցման ճանապարհը, հիմա խլեց Սեդրակյան, Հովհաննիսյան ու ինչու չհարվածեց այստեղ Սեդրակյանը, համաձայն եմ իհարկե խաղընկերների հետ պետք էր հարված կատարել այստեղ Սեդրակյանը որոշեց ավելի գեղեցկացնել գրոհ ուղարկելով գնդակը Հովհաննիսյանին, բայց ուժեղ ստացվեց այդ փոխանցումը Հովհաննիսյանի համար։ Սարգսյան Հակոբյան, բայց այստեղ հաջող կասեցում չկարողացավ կատարել Դավթյան ու եզիսկ դեպի Ատալանտան Գրիգորյանը ուղարկում է գնդակը Ադամյանին։ Ադամյան եւ եւս մեկ եզային հետում հիմա կիրացնում Ատալանտայի ֆուտբոլիստները։ Սեդրակյան Ադամյան շատ լավ նկատեց այստեղ Վարդան Պետրոսյանին, Ադամյանը վերջինս էլ ուղարկում է գնդակը Սեդրակյանին, ստանում նրանից պատասխան փոխանցումը ու շարժվում է առաջ Պետրոսյանը, կա Գևորքյանի տարբերակը կատարեց դեպի աջ փոխանցում, Էդգար Գևորքյան
Հովանիսյան վտանգավոր է, Ալիկ Հովանիսյան, տեսնենք Հովանիսյան 3-0, այո, ի վերջո Հովանիսյանը դարձավ գոլի հեղինակ եռապատկելով իր թիմի առավելությունը 3-0 Ատալանտան այս պահին արդեն խոչոր հաշվով է հաղթում։ Ալիկ Հովանիսյան 3-0 այո, ի վերջո հասավ հաջողության այս խաղում Հովանիսյանը բավական փորձեր կատարել էր արդեն, բոլորը հաջող չէին ստացվել, այսպես ասենք, ու հիմա արդեն Հովանիսյանի այս հարվածը հետ մղել չստացվեց Մաղաքյանի համար, իհարկե ցույց տվեց փոխանցում կատարեց հարված Հովանիսյանը խաբելով բոլորի իսկապես փոխանցման էին սպասում ու հիմա արդեն գոլն ունի իր անվան դիմաց գրանցած Ալիկ Հովանիսյանը, հիմա շատ լավ փոխանցում է կատարում Սեդրակյանը Պետրոսյանին, բայց ուժեղ ստացվեց հիմա այդ Պետրոսյանի կատարած փոխանցումը շեղեցին այնուամենայնիվ այստեղ Մարսելի պաշտպանները գնդակի ուղղությունը այլապես կարծում եմ Հովանիսյանը կարող էր եւս մեկ գոլ գրանցել իր անվան դիմաց, հիմա անկյունային խաղարկումը տեսնենք ինչ կտա, հենց Հովանիսյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում, բայց ուղիղ Մաղաքյանի ձեռքերի մեջ հայտնվեց գնդակ ու Դարպասապահը ինքն էլ փոխանցում կատարեց դեպի Իսկանդարյանը, բայց այստեղ Գևորգյանն է շատ հաջող խլում կարողանում կատարել Արամայից Գրիգորյան, կրկին Գևորգյան շատ լավ նկատեց Կոշկարյանին ու հիմա տեսեք 3-3-ի դիմաց Ատալանտան նետվում է առաջ Կոշկարյան Նորից Հովանիսյանին ուղարկեց գնդակը, Հովանիսյան փոխանցում Ադամյան հարվածը չի ստացվում հիմա էլ Անդրանիկ Ադամյանի Կոշկարյանը հիմա էլ խլում է կատարում նորից Ատալանտան կրկին գրոհի անցել Վարդան Պետրոսյան Սեթրակյան գուցե հեռվից հարվածի Սեթրակյան այդպես էլ արեց, բայց շեղությամբ ստացվեց Սեթրակյանի կատարած հարվածը Սանյան հետ փոխանցում հետևից դեպի Իսկանդարյանը Բարսից դեպի Տուգանային հրապարակ, բայց Սուրեն Սարգսյանը այստեղ տեղում էր, Գրիգորյանը լրացեց գնդակը այստեղ ու Հովանիսյանի ճնշումը այստեղ այնուամենայնիվ խանգարեց Դավթյանին ստիպված եղավ հեռացնել պարզապես գնդակը որքան հնարավոր է հեռու, այլապես կորցնելու դեպքում շատ վտանգավոր հակագրող սպառնել Մարսելի դարպասի ուղղությամբ Գևորգյան շատ հաջող գործեց այստեղ Գևորգյանը, բայց փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց, չնայած Սեթրակյանն էլ խախտեց խաղի կանոնները, խանգարելով Հայրոյանի առաջ խաղացման ու հիմա ստանդարտ իրացնեն Մարսելի ֆուտբոլիստները արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը, բայց արդեն հարված կատարելու համար ուշ է, քանի որ Վարդան Պետրոսյանը փակեց մրցակցի հարվածի ճանապարհը, հիմա էլ խլում է գնդակը Ատալանտան Պետրոսյան, սկսում է Ատալանտայի հերթական գրող Պետրոսյանը, անցավ մեկ մրցակցի վտանգավոր է, տեսնենք Պետրոսյան, բայց հիմա չանցավ գնդակը դեպի Կոշկարյան ու հիմա էլ Հայոյանին է բաժին ասել գնդակը Իսկանդարյան բայց Իսկանդարյանի փոխանցումն էլ անհաջող ստացվեց, իսկ այստեղ էլ Հովանիսյանը չկարողացավ հաջող կերպով կասեցնել գնդակ, այո Հիմա արդեն Մարսելը բնականաբար շտապում է, բնականաբար փորձում է որքան հնարավոր է կարողանալ ետ բերել այս հանդիպումը, բայց իհարկե բոլոր ճանապարհները բացառությամբ այս հարվածի դեպի Ատալանտայի դարպասը տանող փակ են, իսկ այստեղ պարզապես շքեղ ստացվեց Կարլեն Վարդանյանի կատարած հարվածը, եթե հայտնվեր գնդակը դարպասում, ապա շատ շքեղ գոլ կտեսնեինք մենք, բայց դա տեղի չունեցավ ու հիմա Ադամյանը նորից գնդակը կմտցնի խաղի մեջ շատ լավ փոխանցում հետևեց դեպի Վարդան Պետրոսյանը, պայեց գնդակը Պետրոսյանը իր մոտ, այս գրողը տեսնենք Ատալանտա ինչ կտա Կոշկարյան վտանգավորը Կոշկարյանն է գնդակով, կրունկով փորձեց գնդակը հասցնել Պետրոսյանին չանցավ, բայց մնաց գնդակը Կոշկարյանի մոտ Սեթրակյան, հարված 4-0 Ատալանտան 4 գնդակն է հեղինակում այս խաղում ու հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ Ատալանտան կհեռանա խաղադաշտից 3 միավորով
4-0 այո Սեթրակյանը դարձավ գոլի հեղինակ այս դրվագում Կոշկայանի կատարած փոխանցումից հետո հիմա արդեն Մարսելի ֆուտբոլիստները իհարկե կփորձեն անել հնարավորինս գոնե կրճատել հաշվի տարբերությունը այս խաղում չնայած միևնույն է այս պահին այս րոպեներին խաղադաշտում չափազանց ակտիվ է Ատալանտան անընդհատ գրոհներ է իրականացնում դեպի Մաղաքյանի դարպասը տանող Սեթրակյան եւս մեկ արված Զայնյանի իր վրա ընդունեց գնդակը հիմա միգուցե ստացվի Հայրոյան ունեն քաղաքական առավելություն բայց Հայրոյանի փոխանցումը այստեղ Բաժին ասավ Ատալանտայի պաշտպան Ադամյանին գեղեցիկ այդ պատ խաղարկումը Գևորգյանի հետ Ադամյան կարող է եզրափակել այս գրոհ Ադամյանը հեցինք էլ կարող է դառնալ գոլի հեղինակ բայց նրա հարվածից հետո Մաղաքյանը հեռացեց ոտքով գնդակը Զանյան փորձի պայել գնդակը պայեց այստեղ դաշի սահմաններում Զանյանը գնդակը կատարեց փոխանցում բայց հիմա էլ Իսկանդարյանը չկարողացավ շեղել գնդակի ուղղությունը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից 4 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը իհարկե գումարած դրան որքան փոխհատուցի հանդիպան գլխավոր մրցավարը չնայած շատ փոխհատուցելու հիմնական պատճառը չկա 1-2 րոպե առավելագույնս կարծում եմ Պետրոսյան այդ փոխանցում դեպի դարպասապահ Սարգսյանը Արամայիս Գրիգորյան գեղեցիկ այստեղ թողեց գնդակը Կոշկայանին Գրիգորյանը Կոշկայան կրկին իր ոճով է շարժում առաջ Կոշկայանը բայց այստեղ չանցավ փոխանցումը հիմա էլ խլեց հերու թողեց բայց արդեն գնդակը Կոշկայանը իրենից ու գնդակը բաժին հասավ Մարսելի դարպասապահ Էդգար Մաղաքյանին ով ուժեղ հարվածով գնդակ տուղարկում է առաջ Վարդան Պետրոսյան նորից խլում է գնդակը Ատալանտան ու տեսեք որքան բացեր են հիմա Մարսելի պաշտպանությունում Պետրոսյան որոշեց այդ փոխանցում կատարել Պետրոսյանը Ադամյանն է այստեղ ու դեպի Սեթրակյանն է փոխանցում հետևում բայց հերու թողեց այստեղ Սեթրակյանը գնդակը ու կլինի եզրային նետում Արագորեն Սարգսյանը նետեց գնդակը Իսկանդարյանին Զանյան հիմա կա ձախից տարբերակ բայց Զանյանը ինքն էլ հարված կատարեց ու այստեղ հարադարձից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այո կար Սիմոնյանի տարբերակը եթե կատարեր փոխանցում Զանյանը Սիմոնյանին ապա ավելի հարմար կլիներ կարծում եմ Սիմոնյանի համար հարված կատարել հիմա փոխանցումը հետևում այստեղ Ադամյանը հեռացեց գնդակը Ակոբյանն էլ հարվածեց անդրադարձ ու Սարգսյանը կարողացավ հեռացնել գնդակը հիմա ինչ է կատարվում Սարգսյանը վերցեց գնդակը ու նետում է այն Ալիկ Հովհաննիսյանի ուղղությամբ Հովհաննիսյան որտեղ է Մաղաքյանը սա չեմ կարող ասել ինչ որոշում կայացնի հիմա մրցավարը հնարավոր է հեռացնի նույնիսկ Մարսելի դարպասապահային խաղադաշտից բայց ոչ դեղին քարտով պատժեց Մաղաքյանին իհարկե սա մրցավարի որոշելու դրվագներ իհարկե կարող էր դեղին քարտով պատժել, կարող էր կարմիր քարտով կարծում եմ եթե հանդիպումը լիներ մեկ գնդակի տարբերություն կամ երկու գնդակի հնարավոր է հեռացնել, բայց իրողական լիգաներում մրցավարները իհարկե ամեն ինչ հաշվի են առնում ու հիմա դեղին քարտով պատժեց Մարսելի դարպասապահին Պետրոսյան ուղարկեց գնդակը դեպի Տուկանային հրապարակ այստեղ էլ գնդակը իպավ Կոշկայանին ու այդքանով ավարտվեց Սեթրակյան հիմա էլ Ատալանտան եւս մեկ գրոհ իրականացնում Կոշկայան կա Վարդան Պետրոսյանը ով միանում է գրոհին ստացավ փոխանցում Պետրոսյանը հարված դարպասի ուղղությամբ ու Մաղաքյանը հիմա կարողացավ հեռացնել գնդակ այս բարդ հարվածը կրկին Պետրոսյանի մենք տեսանք առաջի խաղակեսում հիշում եք եւս մեկ նմանատիպ հարված կատարեց Պետրոսյանը հետո նրա կատարած հարվածից հետո էլ Կոշկայանը դուբլի հեղինակ դարձավ հիմա ինչ անում Կոշկայանը միայնակ բայց կորցրեց գնդակը ու Մարսելը նետվում է հակագրոհի Հայրոյան երկուսով դարպասապահի դիմաց են դուրս գալիս Հայրոյանն ու Զանյանը Հայրոյանն ու այստեղ քիչ էր մնում Սարգսյանը հետ մղել գնդակը բայց այնուամենայնիվ Մարսելը խփում է իր առաջին գնդակը այս խաղում Չորս մեկ Մարսելը վերջնամասում մեկ գնդակ ետ է բերում, բայց կրկնում եմ
Արդեն կորցել է արվածի հնարավորությունը Հայրոյանը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է 4-1 հաշվով գեղեցիկ ֆուտբոլ իսկապես դիտեցին Ատալանտան վաստակում է իր հերթական 3 միավոր ու ամրապնդում իր դիրքերը մրցաշարային աղյուսակում կարճ դադար որից հետո կվերադառնանք